Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, բախումներ ոստիկանության հետ, երրորդ օրն է իրավիճակը Թուրքիայում չի հանդարտվում։ Նախագահ Էրդողանի հիմնական մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրիմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Իշխանությունները արգելել են հանրահավաքները, փակել գլխավոր հրապարակներն ու երկրով մեկ հավելյալ ոստիկանական ուժեր տեղակայել, սակայն հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ փողոցներ։ Երկրի երրորդ ամենամեծ քաղաքում Արևմտյան Իզմիրում անցած գիշեր ջրցան մեքենաներն են թիրախավորել ցուցարարներին։ Մայրաքաղաք Անկարայում բախում է եղել ոստիկանների հետ, որոնք արցունքաբեր գազ ու հատուկ միջոցներ են կիրառել։ Ըստ ներքին գործերի նախարարի 53 մարդ կալանավորվել է, 16 ոստիկան վնասվածքներ ստացել։ Իշխանությունները 5 օրով արգելել են ցույցերն ու հանրահավաքները։ Չնայած իրավապահների ճնշումներին ցուցարարները երեկ Իզմիրում միահամուռ պատ են կազմել ջրի չդադարող շիթերի դեմ, հրաժարվելով հեռանալ։ Մենք ժողովրդավար ճանապարհով առանց բռնությունների գրավել ենք փողոցները, որպեսզի պայքարենք մեր իրավունքների համար։ Իմամօղլուն ձերբակալվեց անցած չորեքշաբթի կոռուպցիայի եւ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքներով, որոնք ընդդիմությունը շինծու է որակում։ Երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժի Ժողովրդահանրապետականի անդամ Իմամօղլուն ճաղերի ետևում հայտնվեց Կիրակի նախատեսված նախնական ընտրություններից, պրայմերիզից օրեր առաջ, որտեղ ակնկալվում է, որ նա պետք է առաջադրվեր որպես նախագահի թեկնածու 2028-ին կայանալիք ընտրություններում։ Այս պայքարն այլևս միայն Իմամօղլուի համար չէ, այլ ժողովրդավարության եւ Թուրքիայի ապագայի, ասում է Ժողովրդահանրապետականի առաջնորդ Ozgur Özel'e։ Մենք կհաղթենք առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելով Իմամօղլուին, բայց եթե նրա թեկնածությունն արգելափակվի, մենք այդ քվեարկությունը կվերածենք համընդհանուր աջակցության հանրաքվեի։ Թուրքիայի ժողովուրդը թույլ չի տա, որ իր ընտրության իրավունքը ոտնահարվի։ Özel'e հորդորել է շարունակել խաղաղ ցույցերն ու անհնազանդության գործողությունները։ Իշխանությունից հիշեցրել են, դրանք արտոնված չեն, սպառնալով օրինազանցների դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Բողոքի հավաքն ու երթը հիմնարար իրավունքներ են, բայց իրավական հետաքննության դեմ փողոց դուրս գալը անօրինական է եւ անընդունելի։ Այսօր վաղ առավոտյան X-ում գրել է Թուրքիայի արդարադատության նախարար Yilmaz Tunç։ Առաջադրված մեղադրանքներին արձագանքելու տեղը դատարաններն են, ոչ թե փողոցը, փաստերն անհնար է փոխել սադրիչ հայտարարություններով կամ դատական համակարգին սպառնալով։ Ընդդիմությունն այլ փաստեր է վկայաբերում, հիշեցնում, անցած ապրիլի տեղական ընտրություններում Իմամօղլուի Ժողովրդահանրապետականը ամենամեծ հաղթանակն արձանագրեց վերջին 45 տարում, իր ձեռքը վերցնելով Անկարան, Ստամբուլն ու այլ խոշոր քաղաքներ։ Հիմա իշխանությունը ուզում է ետ բերել կորցրածը բռնությամբ ու կեղծ մեղադրանքներով, պնդում են ընդդիմախոսները ընդգծելով Էրդողանը, որ իր քաղաքական կարիերան Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից է սկսել, շատ լավ գիտի ինչ կարևորություն եւ ուժ ունի Թուրքիայի ամենամեծ այդ քաղաքը։ Նրանք ուզում են իրենց ձեռքը վերցնել այն համայնքները, որտեղ չկարողացան հաղթել ընտրություններով, սկսեցին հարավ-արևելքից, որտեղ Էրդողանն իր վստահորդներին էր համայնքապետ նշանակում, նույնն էլ այստեղ։ Էրդողանը հերքում է ընդդիմության մեղադրանքները, դրանք համեմատում թաթերական ներկայացման հետ եւ պնդում ժողովուրդը հետաքրքրված չէ։ Լսեք ինչ եմ ասում, բաց ու հստակ, Ժողովրդահանրապետականի հրավիրած հանրահավաքները փակուղի են տանում, նա փողոց է կանչում մարդկանց գոհությունն, ապօրինությունը, կեղծիքը պաշտպանելու, դա անպատասխանատու քայլ է։ Այս լեփլեցուն հրապարակը հակառակն է վկայում, 3 հարթակից արձագանքեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։ Դիմում եմ նրանց, որ ասում են, թե անպատասխանատու է մարդկանց փողոց դուրս բերելը, մենք չէ որ լցրել ենք այս հրապարակները, ձեր ապօրինությունն ու անարդարությունն է մարդկանց փողոց դուրս բերել։ Ես կոչ եմ անում հազարավորների, 100 հազարավորների ու միլիոնավորների խաղաղ հավաքների, արտահայտեք ձեր կամքը ժողովրդավար ճանապարհով, պաշտպանեք ձեր սահմանադրական իրավունքները։
Իմամօղլուի ձերբակալությունից ժամեր անց Ստամբուլի համալսարանը չեղարկել էր նրա դիպլոմը, պնդելով, թե այն խախտումներով է տրվել։ Սա ևս մեկ փաստ է, որը վկայում է իշխանության իրական նպատակների մասին, պնդում են ընդդիմախոսները փաստելով, առանց բարձրագույն կրթության դիպլոմի Իմամօղլուն նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել։ Diploma iptali gibi yöntemlerle Մենք երբեք չենք հաշտվի ձերբակալությունների, կալանքի, դիպլոմի չեղարկման հետ։ Մեզ համար սա սադրանք է սոցիալական խաղաղության ու ժողովրդավարության դեմ։ Մենք սա չենք հանդուրժել եւ չենք հանդուրժի։ ve bu ülkede demokrasinin tesis edilmesine yönelik Էրդողանը մի քանի անգամ նշել է, թե մտադիր է մնալ իշխանության ղեկին ավելի քան 20 տարի շարունակվող պաշտոնավարումից հետո։ Միայն թե դրա համար նա պետք է կամ գնա արտահերտ ընտրությունների կամ փոխի սահմանադրությունը, չեղարկելով երրորդ անգամ նախագահ առաջադրվելու արգելանքը։ Բազմաթիվ վերլուծաբաններ պնդում են, թե Իմամօղլուի ձերբակալությունն ու չեզոքացումն այդ մեծ օպերացիայի մեկնարկն է ազդարարում։ Մինչ այդ այսօր առավոտյան Ստամբուլի բորսան ժամանակավորապես կասեցրել է վաճառքները խուճապից խուսափելու համար, քանի որ բորսայի հիմնական ցուցանիշն ընկել էր միանգամից 7%-ով։ Նախորդին էլ ըստ Reuters-ի Թուրքիայի կենտրոնական բանկն էր ստիպված ռեկորդային շատ մոտ 10 միլիարդ դոլար վաճառել, որպեսզի փրկի թուրքական լիրան սրընթաց արժեզրկումից։ Տեղական արժույթն առանց այդ էլ վերջին 5 տարում ավելի քան 80%-ով արժեզրկվել էր դոլարի նկատմամբ։ Քաղաքական ու տնտեսական այս վայրիվերումների ֆոնին նախագահ Էրդողանն այսօր Ստամբուլում փորձել է Նովրուզի կրակը վառել։ Մի քանի անհաջող փորձերից հետո օգնականներն են կրակի վրա յուղ լցրել։ Քաղաքական կյանքում մինչդեռ ըստ փորձագետներից շատերի օգնականների կարիքը գուցեև չլինի։ Առաջիկա շաբաթ կիրակի ակնկալվում են ընդդիմության առավել հուժկու ցույցեր։